3W-Cat AD Kids Food Cat-ը Գերմանական A&D Food ընկերությունը ներկայացնում է հայկական բնաշխարհի բերքն ու բարիքը Եվրոպայում մեծածախ և մանրածախ գներով 3W-Cat AD Kids Food Cat-ը Վրաստեց ուշադիր նայում ասկանաս Իսկ դու մի հատ դուրրակ ուղեղը դաբարու դարա Բալքի ջոգ ես աղջի Նախ ես քո համար աղջի չեմ ու երկրորդ չփորձես ինձ վիրավորել Այդ մի հատ դու ես մունատ գալի հա Երեք խիթռակ Չտրանք Գնացինք գործեր ունեինք ու շատ ճիշտ ժամանակին գնացինք Որովհետև եթե չգնայինք, մեզ էին ձերբակալելու տանեն բաժին։ Հա, հեռուստացույցով տեսել ենք ձեզ։ Կարող է դու ես բռնել տվել Պողոսուի։ Հերիք ահա հիմար դուրս տաս։ Հավեսից չունեմ։ Գնա, շեֆը քեզ է սպասում։ Շեֆը դեմդ նստած է։ Իսկ են կաբինետում նստած մարդամեկը, էլ չեմ ասում ով։ Սովորական Շարքային ցածր որակավորում ունեցող մուդիլով չի գա։ Գնա։ Ես այս թեման հələ չեմ փակել։ Հա, փակված չի։ Ու եթե շարունակես, ինդ ամեն ինչ կիմանա։ Մենք մեր կնգանից չենք վախենում։ Չես վախենում, հա։ Դողում ես, դողում։ Եղավ ախպեր ջան, եղավ։ Մենք դեռ կխոսանք։ Իսկ դու քո համար կարաս մաններից նոր գործ ճարես Հեսա շուտով շեֆիդ բռնում են ու նստեցնեն Յա, արի քերի ջան Այ մենք բաժակ վախում ենք։ Արա Սերոժ, ես ոնց եղավ, որ քեզ սենց վրազ բաց թողին։ Ոչ միայն բաց թողին ճպրել, այլ նաև նպաստեցին իմ գործունեության ընդլայնմանը։ Այսինքն ես։ Ջեբել, ճիշտն ասած դու ես ինձ բռնել տվել։ Չէ, Սերոժ, քո արև չէ։ Ընդհակառակը քննիչին ասում էի, որ դու շատ կարգին տղա ես։ Դե ես գիտեմ, որ այդ տենք չի, ախմախի մեկն ես, բայց դե ասում էինք էլի։ Ափսոս։ Հա, քննիչն էլ դե սպասում էր, որ ես գամ ու բռնի, չէ։ Այդ դու արդեն իրանից կհարցնես։ Բայց շատ ափսոս։ Ես լասում էի դու ես բռնել տվել մի $100 մաղարի չանեմ, որ նպաստեցիր բիզնեսի զարգացմանը։ Սերոժ չեմ ջոգում ինչ ես խոսում արա։ Լավ կարևոր չի։ Ես խմենք, ուրեմն խմում ենք իմ հաջողությունների, ես կասեի շռնդալից հաջողությունների համար։ Խմենք ախպեր։ Կուլչի է թմանդերը։ Այդ ինչ մազալու բան է կյանքը, չէ։ Քեզ ուզեցել են վատություն անեն, բայց ֆակտիցկի լավություն ա դուրս եկել։ Դու կարաս մի հատ մեզ մանրամասնորեն ասես, թե քո ու քնիչի մեջ ինչ խոսակցություն ա տեղի ունեցել։ Ես ինչ որ չեմ հավատում, որ քնիչը քեզ հանել փող ա տվել, որ բիզնեսդ ընդլայնես։ Չէ, ինչ փող տալ է քերը։ Ուղղակի այդ խոսակցները ջոգեցի, որ այդ մարդը բարեկամ ունի բանկում շատ լուրջ գործի վրա,
ու խոստացել է դասավորի, որ ես վարկով մեծ փող ստանամ։ Ու սենց ընդլայն եմ բիզնեսս մասնաճյուղեր դնեմ։ Այքես բան ախպերջան։ Բաքերի, կյանքը այդ ենց արդար բան այլի արդար մարդու դեմը բերում է։ Այդ արդար մարդը մենք ենք, բայց մեր դեմը հələ որ չի բերել։ Նստած ամենը սպասում ենք, թե Գասպերյանը երբ պետք է պատիվանի գատու, մեկ էլ տելևիզիոն միացրամ, տեսնեմ ինչ սրա սֆատ է, մեկ էլ ասում են, թե ինքը գողի բանկի ռեյսա։ Բաբա շատ ծծխալու պատմություն է, ասամ շատ մազալու պատմություն է։ Բաբա հեր ես ծծաղում, ես ամբողջ գիշեր չեմ քնել, մտածում եմ, թե ոնց անեմ, որ անթարամս սրանից բաժանվի, նոր մարդ առնի։ Լավ էլի մեծ ման, հերիքա էլի, դու չհոգնեցիր այդ պատմությունները 10 անգամ կրկնելուց։ Բաբա խոբ նորբեն չի լսել, Մեծ մամ է, ես գիտեի, որ այս պատմությունը քեզ համար մի քանի տարվա խոսակցության թեմա է, բայց ես այդ խոսակցությունը լսել չեմ ուզում։ Ջայնամը թե չես ուզում։ Հալաս Ես դրամ նորբեջր հարաբի Գասպարյանի հետ խոսալու բան եմ ամե։ Պաս ամենը չէ պատմել է։ Լավ հետո մեծ մամ, ասա տեսամ ինչ եղա։ Հա։ Մեր վարկան։ Մեծ մամ են մուկին ճորակ։ Հա բաբամ ճարանք է, հենակ ցել եմ գրպանս, կնիկը դվոր գա, կցել եմ վրեն։ Մեծ մամա խնդրում եմ, տենց բաներ չանես, որ դու ճանավար չես, հա։ Բեջան կատականում, իմ մտածի։ Դե, ես էլ սադամ մարդ եմ, ամեն ինչին հավատում եմ, մեծ մամա խնդրում։ Անթարամ քուվ տեղի, բան չասես, առանց հետել ասաբի եմ էլի։ Չեմ խոսի մեծ մամ, ենքան չեմ խոսի միչև այդ ջղայնությունը տանցնի, հետո նոր միասին կոֆե խմենք։ Նյրնա թե ինքը։ Ասում եմ, ձեր տուն շատ մեծ է, մարդ կորսվում է մեջ է։ Մենակ խնդրում եմ, նարբե մեծ մամեի նման չսկսես խոսել։ Ես ձեր խոսակցություններից այսքան կուշտ եմ։ Կաշան եւի դու մոռանում ես, որ ես ապուշ չեմ։ Ես ամենը լավ հասկանում եմ։ Ու ասեմ իմանաս ամենը գիտեմ։ Հետաքրքիր է, ինչ գիտես։ Կասեմ, ես գիտեմ, որ ես քո բարի դեմքի տակ ավազակի օքի է թաքնված։ Ահա լուրջ եմ ասում, բայց ես քեզ ասեմ, ես ոչ մեկի չեմ ասի։ Այսինքն դրա մասին ոչ ոք չի իմանա։ Ասի դու ձեռք ես առնում ինձ։ Ինչ ավազակ, ինչ բան։ Կասեմ, ես քո բարեկամն եմ։ Լուրջ հավատանձի, ես քո բարեկամն եմ։ Եմ նորից եմ ասում։ Լուրջ նորից եմ ասում դրա մասին, ոչ ոք չի իմանա։ Կասան կարող ես ինձ մի $100,000 փող տա։ Որտեղից քեզ $100,000 տա։ Աբաբան, բայցեր։ Ավազակների փողերից դու պահած չունես։ Դե արի մի գլուխ անի, Սերոժը ճիշտ ասում, թե մոդի տանը։ Չէ, ախպեր ջան, այս հարցը ես պդի պարզեմ։ Բեր զանգեմ էդ քննիչին ու հարցնեմ։
Հասկանազնա քաղաքացի քննիչ։ Դե են կեղծ դոլարների գործով էլի։ Հա, հասկանաս, ինչ կա։ Ախպեր ջան, ես չեմ հասկանում։ Միլիցիայությունը դարել է բարեգործական հիմնադրամ։ Մենք ձեզ ինֆորմացիա ենք տալիս, որ մարդ բռնեք, դուք հերիք չի բաց եք թողում, մի հատ էլ բանկից վարկ եք տրամադրում։ Ինչեր ես խոսում, այ պիծա։ Ինչ վարկ, ինչ բան։ Դե Սերոժի պահով եմ ասում էլի, ինքը ասել է, որ իրան օգնելու եք, որ իր բիզնեսը բարելավի։ Սերոժը քեզ խաբել է, հասկանաս։ Գլխից սարքել է։ Իսկ իրան բաց ենք թողել, որովհետև քո տված ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը։ Համապատասխանում է, դուք պրոստը չգիտեք։ Եթե համապատասխանում է, ուրեմն հիմնավոր ապացույցներ ներկայացրու, թե չէ քեզ կձերբակալենք մարդկանց վարքաբեկելու համար։ Եղավ ախպեր ջան, ապացույց եք ուզում, կներկայացնենք, մենք պրոբլեմ չունենք։ Նարբե ջան, խնդրում եմ գնա էլի, գնա։ Մենք իրար հետ խոսելու բան չունենք, գնա էլի։ Բաբա, մենք հարազատ մարդ ենք, Արսավան։ Ես էլ եմ ասում, դու կարող ես ինձ հետ անկեղծ լինել։ Լսի Նարբե, ոնց ասեմ, որ դու հասկանաս, հա։ Արսավան ինչա պատահել։ Վայ, անթարամ այդ քո բարեկամների ձեռը իմ ներվերս քայքայվեցին։ Յա, մի բան ասա։ Ասա, ինչ մարդ ես դու, ինչ մարդ հա։ Ամա, ինչ հերինձի չես վստահում։ Նարբե, ինչ ես ուզում Գարսևանից։ Անթարամ ջան, ջանիդ մերն եմ։ Այս քո մարդը ինձ չի վստահում ընդհանրապես։ Ինքը կարծում է, որ ես ոչինչ չեմ հասկանում։ Ինչը, ինչ չես հասկանում։ Այ Անթարամ ջան, սա կարծում եմ ես կեղծ թղթադրամներ վաճառող բանդայի անդամ եմ։ Եկել ու ինձանից $100,000 փող ա ուզում։ Լսի Նարբե, դու ցնդել ես։ Դու գոնե հասկանում ես ինչ ես խոսում։ Այլ ջանին մերն եմ։ Ես ցավը տանեմ, նորից եմ ասում։ Ես ձեր հարազատն եմ, ես ձեր բարեկամն եմ։ Ես շատ անկեղծ եմ տրամադրված, դուք ինձ կարող եք վստահել, ես ոչ ոքի, ոչ մի բան չեմ ասի, ես երդում եմ մամեի սարել։ Ես էլ չեմ դիմանում, ներվերել չեմ դիմանում, ես գնացի Մեղակաս պասի, ես հայաստանցիները հեր են եսքան անհավատ։ Դե հիմա ուշադիր ինձ լսի Նարբե։ Գարսևանը ամբողջ կյանքի ընթացքում ոչ մի օրենք չի խախտել ու հիմա էլ չի խախտում։ Նա ոչ մի բանդայի անդամ էլ չի։ Ու մենք $100,000 չունենք, որ քեզ տանք։ Այ համոզվամ, որ Անթարամն է այս բանդայի անդամը 100% համոզվամ։ Բարի օր։ Ասում եմ բարի օր ախպեր, խազեինը տեղում է։ Ասենք տեղում է։ Դու ով ես։ Լսի ջահել ջան, սաղ քշեր կուտուսկեն նստած եմ եղել, մլիցեքը վրովս գործ էին կարում, հենց որ քո ախմախ կազակների զահլեն չունեմ։ Ես է վավշի քո զահլեն չունեմ, ոչի յան տու ինձանից։ Ալո, հա բոլես, հա ջան։ Մարոզա պետք մի ադես քուչեքը անել ախպեր ջան, որոշ մարդիկ արդեն հաբրգել են, հացը չորից չեն տարբերում։ Ինձ մենակ էտ էր պակասում, որ հարազատներդ մտածեն, թե ես հանցագործ եմ։ Գարսևան ջան, ներվերդ մի քայքայի։ Խնայի քեզ։
Նարբեն է էլի։ Այստեղ ասում է, այնտեղ մոռանում։ Անթարամ ջան, ամեն ինչ շատ լուրջ է ընդունում է։ Բավական չի ինքը հավատում է այդ հյուրակներին։ Դեռ ստիպում է, որ ես էլ հավատամ։ Բարեցես։ Բայց խանգարամ։ Հիմա ինչ ես ուզում ասել, Նարբեն։ Բաբա մի խանգարի։ Արսևան ջան։ Ուզում եմ ասել, որ ես քեզանով բարդ եմ։ Այո, սենց նոյում եմ քեզ, ու սենց պարտանում եմ։ Շատ շնորհակալ եմ, բայց այդ որ արժանիքներից համար ես պարտանում, հա։ Այն նրա համար, որ դու այդ հենց ուժեղ, խելացի ու հնարամիտ ես։ Մամա լնայի, ով կմտածեր, որ ես բարի, ազնիվ դեմքի տակ, իսկական ավազակնա թաքնված լնայի։ Մե վարկյան։ Կարսավան ջան, ինձ էր կվերցնեք ձեր բանդայի մեջ, ես հաստատ ամոզված եմ, որ մե պանումը պայման ձեզ օգտակար կելնեմ, հա։ Լսի, դու աննորմալ չես։ Քեզ ինչքան ասենք, որ գլուխդ մտնի։ Սպասի, ես կխոսեմ։ Նարբե ջան, դու այդպես հանգիստ նստի, հիմա հանգիստ կխոսենք։ Լսում եմ։ Դու ճիշտ ես, Նարբե։ Ես բանդայի պարագլուխ եմ, որը զբաղվում է կեղծ թղթադրամների իրացմամբ։ Լսար։ Սպասի։ Նարդեն մերն, օտար մարդ չի, թող ճշմարտությունն իմանա։ Բաբա, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ վստահության համար։ Այսինքն խոնարհվում եմ։ Ահա, լուրջ եմ ասում, լսար։ Մե վարկյան։ Կարսևան ջան, ինձ կասես տնամ բանդայի մեջ քո անունն ինչ է։ Իմ անունը։ Պրոֆեսոր։ Ինչ սիրուն անունը, ոնց ես ասում, պրոֆեսոր, լասա պրոֆեսոր։ Նարդեն, դու հիմա իմ գաղտնիքը գիտես։ Մանրամասնությունների մասին հիմա ես քեզ ոչինչ ասել չեմ կարող, երեկոյան կգաս, կնստենք, կխոսենք։ Եղավ, դե հիմա գնա քո գործին։ Ես երեկոյան անպայման կգամ, անպայման։ Նարդեն, ես մասին ոչ մեկին, ոչ մի խոսք։ Եղավ։ Ուսման հոմ դու երեխա չես, բայց ասեմ մեկ անգամ ևս իմանաս, որ ես քեզանով բարդ եմ, Կնեք, կպեց։ Ես ինչ արեցիր այն։ Բա ինչ անեի, այ Անթարան ջան։ Ուրիշ հնար չկար դրանից ասապելու։ Մեկը ինչ էլ ասեի, այդ մարդը չի հավատա։ Բայց նա ամեն ինչ շատ լուրջ ընդունեց, նույնիսկ չափից ավելի լուրջ։ Ոչինչ, թող լուրջ ընդունի, հետո կասեմ։ Բայց գոնե այս ընթացքում իմ ներվային համակարգը ես կպահպանեմ։ Խելացի բան ես մտածել, Կարսևան, բայց միայն ոչ Նարբեի դեպքում։ Տես հա, հանկարծ այս կատակը մեր գլխին մի փորձանք չդառնա։ Չի դառնա, ես խոստանում եմ Անթարան ջան, չի դառնա։ Կարող եք ներս մտնել։ Մերսի աղբեր ջան։ Բարի օր, Բարխուդարյան ջան։ Բարև։ Ինչու կարամ օգտակար Вообще-то մենք ենք եկել, որ քեզ օգտակար լինենք։ Այդ ընդրությունների մոմենտով մի հատ մոմենտ կա։ Սպասի։ Ինչ ընտրություն ախպերս։ Ինչ ընտրող, ինչ բան։ Քո ընդրությունների մոմենտով։ Դու մեզ դրա համար չես կանչել, ստեղ Նազար։ Ես։ Հա, դու։ Իրաս ես ինգեր չեմ։ Ես քեզ առաջին անգամ եմ տեսնում, այդ ցավը տանեմ։ Ես ոնց կարայի քեզ կանչեի, հլի մի բանով էլ դիմեի։ Դες բան չի կարող լինի, ոչ կարամ դիմեմ, ոչ հիմի, ոչ էլ հետո։ Ասա խի։ Ասա։ Խի։ Որովհետև քեզ առաջին անգամ եմ տեսնում, ախպեր ես։ Լեմի րոպե։
Դու պատգամավորի թեկնածու Նազար Բարխուդարյանը չես։ Պատգամավորի թեկնածու Նազար Բարխուդարյանն եմ, հետո։ Ու դու մեզ չես ճանաչում։ Չէ, այդ ցավը տանեմ։ Առաջին անգամ որ տեսնում եմ։ Լսիլ Նազար։ Մի հատ կարաս բացատրես ես ինչ խաղեր ես տալ եմ մենք էլ հասկանանք։ Ուրեմն լսի ինգեր ջան, նախ մտել ես իմ կաբինետ, քեզ մի փոքր կուլտուրական պահի։ Նազարը որն արա, որ ես քո ընկերը չեմ արա։ Իսկ եթե ուզես իմանաս, եթե ընկերդ էլ լինեմ, ուրեմն պետք է ասես ընկեր Բարխուդարյան, հասկացար։ Չէ, ախպեր ջան, չհասկացա։ Լիշնի մենք այս կաբինետում արդեն մի քանի անգամ եղել ենք ու քո հետ էլ խոսացել ենք։ Բայց հիմա պարզվում է, որ տես բան չկա, հա։ Բնական է, որ տես բան չեր կարա լինի, որտեղ դու շփոթել ես ախպերս, շփոթել ես երեխեքիս արև, իա։ Շփոթել եմ, հա։ Իսկ կարաս մի հատ քարտուղարը ու կանչես տեղ խոսքերդ հաստատի։ Դե դու զբաղված մարդ ես, կարողա մոռացած լինես։ Արա, ցավը տանեմ։ Ես իմ կաբինետ մտող մարդկանց միշտ էլ հիշում եմ ու ոչ մեկին չեմ շփոթում, մանավանդ հիշողության հետ խնդրեմ չունեմ, առավոտները մեղրաջուր եմ խոհում, քեզ էլ եմ խորհուրդ տալիս, ախպերս։ Բայց եթե ուզում ես, կանչեմ, այդ լիշնի միայն նրա համար, որ դու տենաս ու համոզվես։ Նանար! Նանար! Մոտ արի բանես, արի։ Արի ցավը տանը։ Լսում եմ դες պարոն Բարխուդարյան։ Նանար ջան, մերնեմ սրտիդ վերջին կլապանին։ Ուշադիր նայի և ասա անկեղծ։ Ճանաչում ես ես մարդու։ Սրան։ Հա, հետ սրան։ Հա, մեզ։ Հələ մի հատ նայի տեղը չես բերեմ։ Չէ։ Դերում ես, չէ ասես չէ։ Հələ մի հատ ուշադիր նայ, աղջի։ Ասում եմ չէ վայ։ Դες արա ախպերս, ասում է չէ էլի վայ։ Նանար ջան, դու գնա, բայց ստեղի, որտև ես շատ կարևոր գործ ունենք, հետո կկանչեմ, գնա բանես։ Ախպերս, համոզվեցիր, ստեղ քեզ ես կաբինետում ոչ ոք չի ճանաչում, որովհետև չեն տեսել քեզ, նենց որ խնդրում եմ, առանց որիցի ինտրիգի, առանց որիցի քաշքշուքի, խնդրում եմ, արգելից, ազատիր, այս օդը մաքրիր, ախպեր։ Այդ կարգի, հա։ Չէ, ախպեր ջան, ես դե չեմ էթա, մինչև չպարզեմ ես հանելուգը, ստեղ մի բան են չի, ես ես կաբինետում շատ անգամ եմ եղել, ախպեր ջան։ Արա, մերնեմ ջանիդ, բոլորը հետ է լինում է, չեն եղել, բայց իրաց թվում է, որ եղել են, շփոթել ես, ցավը տանեմ, մեծ մարդ ես, դե հիմի ում հետ չի պատահում, վերկաց, ախպերս, վերկաց գնա, էլի, գնա։ Շփոթում եմ, հա։ Հա։ Դե մի հատ էլ ասա, որ ես ու դու իրար հետ մեծ մամեի մոտ չենք գնացել։ Մեծ մամե, մամի կին չանրում է։ Արա, այ ախպեր, ինչ մեծ մամե, ինչ բան, արա մերնեմ կեզ, ես այդ տարիքից վախուց անցել եմ, արա դե ես ջայել հետ եմ շփում, վերկաց, ցավդ եմ շփոթել ես, վերկաց գնա էլի, արա գնա այդ ցավը տանեմ, որ չես դորելու վատանամ ես, յա։ Այդտեղ վգաներ են եղել, ու մի հոգի չէ։ Արա ցավը տանեմ, ինչ վգա, ինչ բան, դու երազ ես տեսել 100%-ով, ես էլ երազների չեմ հավատում, արա ցավը տանեմ, ասում ես վգա, այս տղեն վկաների հետ ընդհանրապես չունի, գնա այ ախպեր, խնդրում եմ արա, սիրտս վատանում է արես, ես ում երես հետ ես այսօր արա, դուս գնա էլի, յա։ Արա գնա ասում եմ, արա մինայի դեմքիս, արա դուս արի, դուս արի էլ արասում, գնա ախպերս արա, գնա արա, ինչ ես ուզում արա, դուս արի արասնի, դուս արի արա, դուս արի արա, ես քո հավիսը չունեմ արա, գնա էլի դու, գնա էլի արա, այ քեզ բան արա, իր էշխերքով, հեկելա որ Նազարից խոսք քաշի, այ հարիվ։ Հիմա փաստորեն դու ինձ առաջի անգամ ես տենում, հա, ծիճ ջան։
Նախ ես քո համար ծիտ չեմ ու երկրորդ հա, առաջին։ Ու հույսով եմ վերջին անգամ, պապի ջան։ Լավ։ Եղավ ախպեր ջան։ Եղավ, ձեր ասածն է։ Ես դեռ չեմ ջոգում ստե ինչա կատարվում, բայց որ ես այդ բեյջը գտա ու բերեցի ու կողեցի դեբուտատի տաճկը, այդ ժամանակ տենամ ինչ եք ասելու։ Ու մարդիկ կան, որոնք իմ խոսքերը կհաստատեն։ Վազիկ բրծանք այ մարդրանից։ Շեֆ ջան, քաշվեցինք։ Ինչ կա, ինչ է եղել։ Բեյջի մասին ենք մոռացել։ Ինչ բեյջ։ Ասխանազն ասեց, որ սա կգա ու բեյջը կկողի աչքներս։ Դենց էլ ասեց։ Ու հետո էլ ասեց, որ մարդիկ ունի, որ կգան ու իր խոսքերը կհաստատեն։ Այ քորա։ Հաստորեն քաշվեցինք։ Բա ինչ անենք, նանար մի բան, մոգոնի մի բան, լավ, ավելի ճիշտ են եզին, են չանին։ Արագ գտնում ես ու ասում ես դու շատ շտապ գա իմ մոտ, եղավ։ Եղավ։ Դե գնա նանար ջան, գնա։ Լավ, ասկո տղա։ Հաստորեն պիտի բերես ու կողես աչքներս, հա։ Դե լավ։ Դու քոնն արա, ես էլ իմը կանեմ, տենամ թե ով կփոշմանի։ Կնյայ։ Կնյայ չես։ Ասա։ Կնյայ երբ ենք բժշկի գնալու։ Չեն գնալու։ Չհասկացա։ Բայց ինչի։ Որտեւ ես արդեն հոգնել եմ 2 տարի այդ նույն բանը լսելուց։ Կնյայ պետք չի հիասթափվել։ Ես ամեն ինչի պատրաստ եմ, մենակ թե մենք երեխա ունենանք։ Ես էլ եմ պատրաստ։ Բայց ես արդեն հոգնել եմ 2 տարի բժիշկներից նույն բանը լսելուց, որ դրան երկարատև ժամանակ է պետք։ Ու գիտես այդ դարքիրը որն է, ես ուզում հասկանամ այդ երկարատև ժամանակը ինչքան է։ Իմ հաշվարկով մենք մոտավորապես երեխա կունենանք մոտ 70 տարեկան հասակում։ Գուցե լիպոյից մոտ գնանք Մոսկվա։ Այնտեղ լավ բժիշկներ կան։ Ես ոչ մի տեղ չեմ գնա։ Ուզում ես գնա, քեզ ոչ մի չի խանգարում։ Ալո, Մեծ մամնա ասքանաս։ զբաղված եմ, հետո կզանգեմ։ Ջհայնավը թե զբաղված չես։ Ասամ է տեսնեմ է տելևիզիոնն ինչ հարոշ։ Ինչ տելևիզոր աղջի։ Աչքիդ մեջի տելևիզիոնը հուրում սաղ, են որ տարար մեր տունից։ Հա, էդ, մի հատ բարիք ենք մանգալի, որ տուլի դանենք վրեն էթա։ Ինչ ասար։ Այ, ասում եմ զբաղված եմ աղջի, իրիգունը կգամ կխոսանք։ Հա, դավայ։ Արան ինչ ես վրես նայում ոնց որ մեռած պաբուտ ուրվագանին ես տենում։ Բայց ինչ խնշի ես եկել։ Խոսալու կա։ Գվիդոն։
Դու հիշում ես, չէ՞ որ մենք իրար հետ գնացինք Անտառամես տուն։ Դու քո տեխնաձուի հետ էիր, ես էլ իմ տեխնաձուի հետ էի, ախպեր ջան։ Կարոջ ես փողով է գալ։ Չկանա։ Ու եթե ճպլը գալիս է մեզանից հարց ու փորձ անում, ասում ես դες բան չի ելը։ Ինքը մեր մոտ չի աշխատել, հասկացար։ Հասկացա, բայց ու չեք ես բարերանում որ։ Չգիտեմ, ինձ ասել են, ես անում եմ։ Հասկացար։ Հա, ասում եմ։ Նայ հա, խաղը չտաս կվիդոն, թե չէ պոշկիքի անվճար մասաժ կստանաս անձամբ իմ կողմից։ Հասկացա։ Արա այդ չուբաչուբս խոսա ինչ ես երեսիս նայում։ Ինչ խոսամ ճպը։ Հարցիս պատասխանի ասում եմ հիշում ես որ իրար հետ գնացինք Անտառամես տուն մեր տեխնաձուների հետ։ Հիշում եմ մենք կայինք, դու չկայիր։ Այսինքն որ չկա яра։ Հա չկայիր։ Մամիկոնը կար, Նասերը կար, մեծ մամեն կար, ես կայի։ Մեծ մամեն տնեցիկ կայի։ Դու չկայիր։ Արա, այ բոթու։ Ոչ չկայի կողքդ կայնած է հիշելը։ Բարի երեկոներ ձեզ, ժողովուրդ ջան։ Ձեզ։ Տակ ջան։ Մաման, ինձի պաչավ։ Պաչավ ինձի։ Տակ ջան ես տելևիզորը կես, խնդրեմ։ Մերսի, բայց դու ով ես։ Ես են մարդ եմ սիրելի ժողովուրդ, ում որ դուք պիտի տակ ձեր ձեները։ Արա, դու ստե ինչ ես անում այն մուտիլով չի։ Աշխատում եմ, ոնց որ դու։ Արա, հիշեցիր։ Ասկու ջան, ինչ-որ մա խառնում ես։ Կես հիշակությունը դավաճանում եմ։ Լավ, ինձ ամեն ինչ պարզ է։ Նազարը որոշել է գլխիս ինչ-որ բան սարքի, դուք էլ որոշել եք դրա մեջ մասնակցություն ունենաք։ Ասկու ջան, հաստատ չփոթում ես։ Εσύ կարող է երազես տեսել։ Արա Գվիդոն, քո հետ, թե առանց քեզ, մեգա ես ես հարցը կպարզեմ, ու այդ ժամանակ ես քեզ պիսկադրում եմ սարքելու, այ խոսքս հիշի։ Հեսա։ Հավաքվեք մի ժամից տե կլնեմ։ Մա, կարը շուտ արե։ Ադիլե, հելելը։ Բալամ հելես քաշում։ Հելելը ասում։ Արեկել կար բա։ Քաշմա։ Հելելը։ Լազար։ Դոդոր։ Ես բաղանիք եմ եկի, հա։ Բարգում եք բաղնի։ Ո՞նց ես։ Բա երբ ենք դու մտնելու որ այդ փեյջը գողանանք ջան։ Գիշերը, երբ որ քնի։ Բա որ ճոպելը մեզանից շուտ գտնի։ Եվ մեզանից շուտ գտավ, ուրեմն բդի տանի շեֆի մոտ։ Մենք էլ չենք թողի, ճամփի մի տես զախված կանենք։ Ես է ճպլը։
Էդ ինչ ես ման գալիս, այ մարդ։ Ինչ եղեք, հեռի։ Բեջը սուրը արա։ Ինչ բեջ։ Իմ բեջը, որ դոշից եմ կպցնեմ։ Ինչ իմանավոր է, կորցրել ես։ Բարզա։ Դու էլ ես դրանց հետ, հա։ Արա։ Վերջի անգամ եմ քեզ ասում, բեջը սուր այ կռիս։ Չհասկացանք։ Դանագտու ստեղ։ Չեմ տալը, ախպեր։ Դանագտու ստեղ, քանի չեմ վերցրել ու շպրտվել դուրս։ Իսկ հիմա նստի ու բացատրի, թե ինչ է կատարվում, որ մենք էլ մի բան հասկանանք, թե չէ քեզ խուլիգանի պես ես պահում։ Բաբամ դու անելու բաներ, որ դու էտի արար, հա? Տաճան, բայց ախր ես ինչ անեի, ախր դու վարվում էի։ Բաբամ խոբ շորին լսեր, հերս երեսից լսնում։ Ախր այդ բան ես խառնվեցին, ես չգիտեի ինչ Չէ, անեի։ դու մախսուս արաշ։ Լավ է, մեծ մամ, գոնե շնորհակալություն հայտնես երեխին վրա ես տվել։ Շատ շնորհակալ եմ, որ վեդրոնը գլխին չխփավ։ Մերնել, իման մեզ ինչքան մարդ ուրախ կլներ, քեզ շնորհակալ կլներ։ Դով տենց մի ասա, մենք ես շատ ենք սիրում։ Հաբա, գիշերներ չեք կնում։ Լավ, ասեցինք այկնիկ շատ ենք սիրում, բայց չասեցինք, որ էդ ասիճան։ Անթարամ, մանմես, գիշեր երազիս կիսուր սերեկ է։ Վայ։ Թախեմ ես դրա գլող։ Մորդե շուրարի, չկա, վերջ։ Թող ասեմ խոբ լազատ տայել։ Լավ էլի մեծ մամ, 100 տարի անցել է, հլը նոր պիտի լազատ տա։ Տաճան, դատ կպատմես։ Հա, էդ ուրեմն Թեհրանում մեր տունում նստացին, զավարի մակնում, մեկ էլ կիսուրս եկավ, ասավ մի կնի կարմատա գալու ձեր տուն, ձեզ ամենիտ մատի վրա ֆրացնի, ձեր հանգիստը խարաբանի։ Մեծ մամ, չասեց էդ կնի կարմատի անունը։ Չէ։ Դեսնես ում մասին է խոսքը։ Չգիտեմ ում մասին է, բայց որ մեծ մամի երազները կատարվում է, էդ փաստ է։ Բա։ Ինչի այդ ցավը տանեմ։ Սենց որ գնա կդառնանք հուսագրում քահանա։ Զգուշ, մտնում ենք։ Արա։ Ազենք չենք վեդալը մեծ։ Կարտաբալեդը սկսում է։ Աչքով չտաս, է։ Ասում ուզում ենք քեզանից կեղծ դոլար գնել։ Duplicate AD Kids Food Kit-ը Գերմանական A&D Food ընկերությունը ներկայացնում է հայկական բնաշխարհի բերքնուբարիքը Եվրոպայում մեծածախ եւ մանրածախ գներով։ 3 Duplicate AD Kids Food Kit-ը